Հաղորդման հովանավորն է «Տուն դեպո կահույքի խանութ սրահը»։ Հաղորդման հովանավորն է Dream Park հյուրանոցառեստորանային համալիրը։ Հաղորդման հովանավորն է Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Բարի լույս սիրելի հեռուստադիտող, դուք կրկին տեսնում եք եթերում մեզ, նշանակում է բարև երկիրն է սկսվել։ Շաբաթ եւ կիրակիները կարծես թե սկսել է ավելի շուշուտ գալ, մենք ուրախ ենք, քանի որ ավելի հաճախ ենք ձեզ ասում բարի լույս։ Ըստ այդմ պետք է կյանքը ավելի եւ յուրաքանչյուր րոպեն ավելի արժևորել։ Բարև երկիր, բարի լույս մեր հրաշալի հեռուստադիտողներին։ Այո, այսօր մարտի 14-ն է, օրերը իհարկե թվացial արագ են անցնում, բայց մեզ համար արագ է ինչու, որովհետև մենք շատ ենք սպասում ձեզ հետ հանդիպմանը, դրա համար էլ այո, այսպես սրտատրոփ, սիրով եւ ջերմությամբ են գալիս ձեզ առավոտյան ողջունելու։ Սա բարև երկիրն է, որն ունի հրաշալի գործընկերներ, նրանք են Տուն դեպո խանութ սրահը, Dream Park հանգստյան գոտին եւ Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Այո, եթե ուզում եք կտրվել քաղաքի թով ու բողից, մի պահ գնալ եւ ձեր մտքերի հետ մնալ մենակ կամ ընկերների հետ կամ ընտանիքով, ապա առաջարկում ենք գնալ Լորվա Գողտրիկ բնության գրկում գտնվող Dream Park հանգստյան գոտի։ Իսկ ահա Աջափնյակ բժշկական կենտրոնում էլ յուրաքանչյուր բուժառուի կցուցաբերեն պրոֆեսիոնալ, գրագետ եւ շատ հոգատար վերաբերմունքը, այնպես որ եթե ունեք առողջական խնդիրներ, ապա վստահեք այդ խնդիրները միայն Աջափնյակ բժշկական կենտրոնի բժիշկներին։ Այո, դե իսկ եթե կահույք զյաննա, ապա Տուն դեպո։ Միանշանակ։ Եվ իհարկե չենք մոռանում այն հասցեները, որտեղով կարող եք հետևել նաև մեր թողարկումներին, բացի հեռուստացույցով դիտելու հնարավորությունից իհարկե։ Դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան եւ Telegram-յան ալիքները, ինչպես նաև Երկիր մեդիայի ու Բարև Երկրի Facebook-յան ու Instagram-յան էջերը, այնպես որ միացեք մեզ հնարավորինս բոլոր հարթակներով։ Այո, անցնելով առաջ արդեն փորձենք ձեզ ներկայացնել մեր առանձնացված տեղեկատվությունը հենց այսօրվա համար։ Այսօր Հովհաննես Շիրազի Օնիկ Կարապետյանի հիշատակի օրն է։ Մեծ պոետը մահացել է 1984 թվականի մարտի 14-ին 69 տարեկանում։ Շիրազ անունով ասում են վարպետին կնքել է Նոբելագիր ատրպետը, բացատրելով, որ նրա բանաստեղծությունները վարդերով ու պոետներով հարուստ պարսկական Շիրազ քաղաքի թարմությունն ու բույրն ունեն։ Կարոտի, մորմոքի հայրենիքի եւ մոր նկատմամբ անչափելի սիրո մասին երկնող Շիրազը ժամանակակիցների պատմելով դպրոցում այնքան էլ լավ չէր սովորում, վարքից էլ կաղում էր, բայց գերազանց էր մայրենիից եւ նկարչությունից։ Շիրազը մոտ 40 գրքի հեղինակ է։ 1935 թվականին լույս տեսած առաջին գարնանամուտ գրքով բանաստեղծի համբավը տարածվում է ամենուր եւ շատ ընթերցասերներ կարճ ժամանակում դառնում են նրա պոեզիայի սիրահարները։ Պոետի մեծագույն ստեղծագործությունն է համարվում հայոց ցեղասպանության մասին հայոց դանթեական պոեմը, որն արգելված թեմա էր խորհրդային միությունում։ Շիրազի կենդանության օրոք այդ գործից միայն կարճ հատվածներ են հրատարակվել խորհրդային միությունում, մի քանի գլուխներ էլ Բեյրութում եւ Թեհրանում։ Պոեմն ամբողջությամբ Երևանում լույս է տեսել 1990 թվականին։ Հետաքրքիր է, որ 1974 թվականին, երբ Շիրազին հայտնում են Լենինի շքանշանով պարգևատրվելու մասին, նա կոպիտ պատասխանում է. «Եվ փոխարենը ինչ են ուզում նրանք, իմ լռությունը գնել»։ Հետաքրքիր մոտեցում ես դուր եկավ, ինձ թվում է մեր ժամանակներում էլ կարելի է օգտագործել, եթե իհարկե մեզ որևիցե առիթով պարգևներ տան, բայց շատ հետաքրքիր հարցադրում է արել եւ շարունակելով վարպետը բացի իր ուրույն ձեռագրից եւ սուր լեզվից, աչքի է ընկնում նաեւ նուրբ հումորով եւ սրամիտ ինքնագնահատականով։ Մի անգամ ասել է. Թումանյանը Իսահակյանը, ես էլ նրանց մեջտեղը։ Իսահակյանը լսելով այդ մասին պատասխանել է. մեր մեջտեղում Տերյան եւ Չարենց կա, բայց այս խելառին էլ տեղ կճարվի։ Շիրազի մարմինն ամփոփված է Երևանի Կոմիտասի անվան Պանթեոնում եւ միայն նրա գերեզմանին է, որ շիրմաքար չկա։ Սա պոետի ցանկությունն է եղել։ Նա որդուն քանդակագործ Արա Շիրազին անձամբ է խնդրել դրա մասին, ասելով. գիտես չէ, որ մեռա վրես քար չես գցե, 100 տարի էլ անցնի, 500 տարի էլ մեկ է, մասիսը մերը պիտի եղնի։ Է մերն օր եղավ, ժողովուրդը պիտի բղավե ու մերն է, քար օր դնես, ձենն ականջիս չի հասնի։
դիպուկ եւ Շիրազին շատ Ես գիտեմ, որ դու համապատասխան։ Շիրազին սիրում ես ընթերցել, բայց այս խոսքերը գիտեմ, որ ավելի շատ ես սիրում։ Քանի որ Դիանան էր առանձնացրել այս հատվածը։ Շարունակենք, սիրելի հեռուստադիտողներ, այսօր աշխարհում նշվում է նաև գետերի միջազգային օրը, որը հայտնի է նաև պատվարների դեմ հանուն գետերի, ջրի եւ կյանքի միջազգային օր։ Գետերի միջազգային օրը սահմանվել է 1997 թվականին Բրազիլիայի Կուրիդիպա քաղաքում 20 երկրի բնապահպանների կողմից կազմակերպված խոշոր պատվարների կառուցման դեմ առաջին միջազգային համաժողովում։ Նրանք հանդես են եկել միջազգային փորձագետների ներգրավմամբ պատվարաշինության պարտադիր անկախ փորձաքննություն անցկացնելու պահանջով եւ նշել, որ մեծ պատվարների կառուցման պատճառով ավելի քան 60 միլիոն մարդ լքել են իրենց տները, իսկ 100 հազարավոր քառակուսի կիլոմետր անտառներ եւ բերրի հողեր հայտնվել են ջրի տակ։ Համարվում է, որ գետերի վրա պատվարներ կառուցելը վտանգավոր միտում է, որը խաթարում է ոչ միայն գետերի բնականon հունը եւ սպառնում կենսաբազմազանության պահպանմանը, այլ նաեւ ժամանակի ընթացքում ենթակա է փլուզման եւ առաջացնելով զոհեր եւ ավերվածություններ։ Այսօր աշխարհի 177 ամենամեծ գետերից միայն 21 գետ է լիովին զերծ նման կառույցներից։ Դրանց մեծ մասը հոսում է Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում եւ Ասիայում։ Գիտես, ես թվում է դրա համար էլ գետերը հունից դուրս են գալիս եւ սովորաբար քանդում նմանատիպ պատվարները։ Նրանք պայքարում են իրենց ազատության համար։ Այո։ Որպես հիշեցում ասենք նաև, որ Հայաստանում հաշվվում են 9479 գետեր եւ գետակներ, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 23000 կիլոմետր։ Խոշոր գետերն են Արաքսը, Արփան, Քասախը, Ազատը, Դեբետը, Ախուրյանը, Հրազդանը, Որոտանը, Աղստևը։ Հենց գետերի եւ լճերի առատության համար է մեր երկիրը դարեր շարունակ կոչվել նաև Նայիրի, ինչը կապված է եղել այստեղի ջրային աշխարհի հարստության հետ ու նշանակել է արագ հոսող գետերի երկիր։ Հետաքրքիր տեղեկատվություն թերևս, շարունակելով ասենք, որ մարտի 14-ը նշվում է նաև որպես մաթեմատիկայի միջազգային օրը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է 2019 թվականի նոյեմբերի 26-ին։ Այսօրը նաև ՊԻ թվի միջազգային օրն է, որը նվիրված է մաթեմատիկական հաստատունին, որն արտահայտում է շրջանագծի երկարության եւ տրամագծի հարաբերությունը։ Այն անսահման երկար թվային հաջորդականություն ունի, սակայն ամենատարածված մոտարկումը 3.14-ն է, ինչն էլ առիթ է հանդիսացել տոնը նշել 3-րդ ամսվա 14-րդ օրը, այսինքն այսօր։ Ամեն տարի այսօրն անցկացվում են տարատեսակ դպրոցական միջոցառումներ, որոնք ներառում են ՊԻ թվի նիշերն անգիր մրցույթներ։ Իդեպ մարտի 14-ին նշվում է նաև հանճարեղ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան օրը, մաթեմատիկայի բարդ։ Թերևս ՊԻ թվի մասին հատկապես կհետաքրքրի գոնե մաթեմատիկոսներին, բայց մնացածս մենք բոլորս եւս տեղեկացված լինենք։ Իմանանք գոնե։ Այո, դու սիրում ես մաթեմատիկա։ Ոչ։ Ես ստիպված եմ սիրել։ Այո։ Ես շատ սիրում եմ երաժշտություն եւ այս պահին առաջարկում եմ դիտել գեղեցիկ տեսահոլովակ։ Մեկը մեկից պարզ ու կախարդ, մեկը մեկից խոսքով քաղցր Ետ կբերեն ալև, որին օծ կթովեն աչքով քաղցր Մեկը աստղիկ, մեկը լույսնյակ, մեկն արևի տեսքով քաղցր Իմ Հայաստանն են զարդարում, նուր բաղջիկն են Հայաստանի աղջիկներ Հայաստանի աղջիկներ Չկացեք նման Ցամաքեց եւ սևացող աչքերը կան
իրենց նման հարբեցնող գինին քամող ձեռքերը կան վարչորդերին բուրմունքի պես կոմիտասի երկերը կան քարից անգամ լույս են քամում բյուր աղջիկներն Հայաստանի Մենք վերադարձանք եւ սիրով շարունակում ենք մեր ընթացքը եւ սիրով կրկին խոսելու ենք կանանց մասին։ Դե իհարկե շատ ենք սիրում միշտ խոսել, բայց միամսյակի ընթացքում լրիվ օրինական է անընդհատ խոսել կանանց մասին, որովհետեւ կինը սեր է, կինը կյանք է, կինը ներդաշնակություն եւ հավասարակշռություն ապահովողն է։ Այո, թերևս հենց կանանց մասին կնոջ համար եւ ոչ միայն տղամարդիկ էլ կարող են գնալ մարտի 10-ից 17-ը ռուսական արվեստի թանգարանում անցկացվում է կին սեր ներդաշնակություն խորագիրը կրող ցուցահանդեսը, որը միավորում է 20-ից ավել հայ եւ օտարազգի կանանց արվեստագետների։ Եվ այս առիթով ունենք հետաքրքիր հյուրեր, նրանք են Liver ընկերության հիմնադիր տնօրեն Լուսինե Քարամյանը, բարի լույս, եւ ծրագրերի ղեկավար Գոհար Գևորգյանը։ Բարի լույս, բարի գալուս մեր տաղավար, շնորհավորել ձեզ միամսյակի արդիվ։ Ինչպե՞ս եք։ Մենք էլ ձեզ ենք շնորհավորում։ Շնորհակալ։ Ոչ միայն միամսյակի արդիվ, առհասարակ կին լինելը շնորհավորելու առիթ է ինձ թվում է։ Թերևս Ես ավելի լավ բան չէի լսել, իմ առավոտը շատ լավ սկսվեց, շնորհակալություն։ Ասա որ դու էլ։ Այո, հաճելի էր լսել, բայց ավելի լավ էր տղամարդկանցից լսեինք, որովհետև մենք կարծես թե կանանցով աղջիկներով հավաքվում եւ մեկս մյուսին ենք գովում։ Ենք գովել, բայց իսկապես շնորհ է Աստծո կողմից, ես էլ եմ համաձայն։ Հարգելի գեղեցիկ ընկերներ, խնդրում եմ պատմեք, թե ինչ ցուցահանդեսի մասին է խոսքը, այն որ նվիրված է կնոջը, դա արդեն խորագրից հասկանալի է։ Մոտավորապես, այսպես մենք հասկանում ենք, բայց խնդրում ենք մանրամասն ներկայացնել։ Մեր ընկերությունը, Liver ընկերությունը ամեն տարի կանանց տոներին զուգահեռ կանանց տոներին նվիրված ինչ որ ծրագիր է իրականացնում հենց կին արվեստագետների հետ։ Այս տարի եւս որոշեցինք կին արվեստագետների ցուցադրել եւ նախապես հայտարարեցինք, հավաքեցինք այսպես կին սեր ներդաշնակություն խորագրի ներքո աշխատանքներ, թվով 26 աշխատանք, 26 կին է մասնակցում Հայաստանից եւ արտերկրից։ Բոլորը այս խորագրի ներքո են եւ այս կոնցեպտի շուրջ են ստեղծագործել։ Ցուցահանդեսը բացել ենք մարտի 10-ին եւ այն բաց կլինի մինչեւ մարտի 17-ը ներառյալ ռուսական արվեստի թանգարանում։ Շատ էին դիմողները, այս տարի ավելի շատ էին, քան երբևէ, շուրջ 70 դիմող ունեինք, 70-ին ընտրել չէինք կարող իհարկե, 26 հոգու ենք կարողացել առանձնացնել եւ ցուցադրել։ Յուրաքանչյուր արտիստից մեկ աշխատանք։
Տեղը թույլ չէր տա տարածքը 70 թե որոշակի չափանիշներով ընտրություն եք կատարել։ Եվ չափանիշներն էին իհարկե կարևոր, որ համապատասխանեին նախապես ընտրված կոնցեպտին եւ աշխատանքների որակը, եւ բնույթը, եւ չափը, եւ իհարկե մեզ դիմելու տեխնիկական այսպես առանձնահատկությունները, որին ցավոք սրտի ոչ բոլոր արվեստագետներն են հետևում։ Իսկ եթե քննարկենք արդեն աշխատանքները, քանի որ տարբեր արվեստագետներ են, իհարկե թեման միավորում է, բայց տարբեր մարդիկ են։ Համադրությունը ինչպես եղավ, ինչպես նրանց ներկայացրեցիք մեկ տաղավարում, այսպես մեկտեղում։ Մեկ տաղավարում չէ։ Ներողություն, կտավները, գեղանկարչություն, թե կան նաև այլ գեղանկարչություն, օֆորտներ էլ ունենք, գծանկարներ ունենք, հետաքրքիր շատ տարբեր աշխատանքներ են ներկայացված են Ռուսական արվեստի թանգարանի 2 հարկերում։ Մենք ներառվել է 5 սրահ, որոնք բաժանված չեն պատերով, բայց բաժանված են ըստ էության, ըստ էքսպոզիցիայի։ Էքսպոզիցիայի հարցում մեզ շատ օգնեց թանգարանը, դրանք համահունչ համադրելու եւ միմյանց հետ 26 տարբեր արտիստների գործերը ներկայացնելու գործում։ Այստեղ է թե ինչպես համադրվեց։ Հարցը նաև շատ լավ հնարավորություն է առիթ է բոլոր նրանց համար, ովքեր չեն եղել Ռուսական արվեստի թանգարանում, նաև բացահայտելու այդ թանգարանի հրաշալի հավաքածուն, որը, ինչպես գիտենք, գտնվում է Երևանի ամենագողտրիկ անկյուններից մեկում, շատ սիրելի Կասկադում, այնպես որ հրաշալի առիթ է այցելելու եւ դիտելու ոչ միայն մեր ցուցահանդեսը, նաեւ Ռուսական արվեստի թանգարանի։ Իրականում սիրած թանգարաններից մեկն է իր գողտրիկությամբ, գեղեցկությամբ եւ փոքրությամբ, քանի որ դուք նշեցիք մի քանի սրահում, մեր հեռուստադիտողներից բոլոր նրանք, ովքեր չեն եղել, պետք է պատկերացնեն ուղղակի որ տարածքը քանի որ փոքր է, դրա համար է մի քանի սրահում, ինձ թվում է ոչ թե զուտ մի քանի սրահով է բաշխված։ Լավ, քանի որ արդեն կան մարդիկ, ովքեր դիմել են, բայց որոշակի չափորոշիչների կամ ինչ պատճառներով չեն ներառվել։ Արդյոք չեք դիտարկում առաջիկայում մեկ ամսյակի ընթացքում կամ ավելի հետո նրանց եւս որևիցե ձև զետեղել, ցուցահանդեսում կամ մասնակիցը դարձնել ինչ-որ ձևաչափով։ Տեսեք, մեր ընկերության այսպես բազայում, արտիստների բազայում ավելի քան 600 ժամանակակից նկարիչ-նկարչուհիներ, քանդակագործներ կան, վիզուալ արվեստների դաշտում ստեղծագործողներ կան եւ փորձում ենք հնարավորինս թույլ տալ բոլորին ներկայանալ տարբեր մեր հարթակներում։ Ունենք հարթակներ, որոնք շատ խիստ չեն ընտրությունը շատ խիստ չեն կատարում ընտրությունը, օրինակ Արվեստի Սուրբ Ծննդյան տոնավաճառը, որը ամանորից առաջ են կանում, բացում ենք շուրջ 200 արտիստի համար։ Այստեղ ընտրությունը շատ ավելի բաց է եւ այլն, բայց պիտի ասեմ, որ մեր ընկերությունը նաեւ որտեղել է քաղաքականություն, մի փոքր ավելի խիստ ընտրելու աշխատանքներ, մի փոքր ավելի ստիպելու արվեստագետներին լուրջ մոտենալ այն բոլոր հարցերին, որոնք արդեն կազմակերպչական բնույթի են, այսինքն աշխատանքի նկարագրություն, աշխատանքի ճիշտ ձևաչափով ուղարկում եւ ամենակարևորը կոնցեպտի համահունչ աշխատանքների ներկայացում։ Այսինքն այս բաղադրիչներին պետք է համապատասխանեն աշխատանքները, որպեսզի մենք դրանք դիտարկենք մեր ծրագրերի ներկայացնելու համար։ Խստությունը միայն տեխնիկական հարցերին է վերաբերում։ Ոչ միայն, նաեւ բովանդակությանը, կոնցեպտին համապատասխան պետք է լինեն գործերը։ Ով է դիտարկում, որ համապատասխան է թե ոչ, որովհետեւ ես եթե լինեմ արվեստագետ, ես այդպես եմ տեսնում, այդպես եմ ընկալում այդ բովանդակությունը։ Իհարկե։ Դրա համար երևի թե կլինեն մարդիկ, ովքեր գուցե կասեն իմ հասկանալը տվյալ բովանդակության մասին այսպեսին է, ինչպես է արձագանքում։ Ստեղծագործությանը չի վերաբերվում, ինչպես միշտ սուբյեկտիվ կարող է լինել կարծիքը եւ առհասարակ արվեստը եւ վիզուալ արվեստները միանշանակ շատ սուբյեկտիվ երևույթներ են, որոշում կայացվում է մեր ընկերության ներսում համադրող արվեստաբանի եւ մեր կողմից։ Իսկ յուրաքանչյուր ցուցահանդեսի շրջանակում աշխատում ենք տարբեր համադրողների հետ։ Այս անգամ եւս բացառություն չէր, համադրողի հետ ենք ընտրել գործերը։ Իմ հարցը հենց համադրողների մասին է, դրա համար եթե թույլ կտաք, համադրողին ընտրում եք ելնելով այն վայրից, որտեղ է ցուցահանդեսը լինելու, թե ելնելով բովանդակությունից, ելնելով թե ում հետ եք աշխատում, ում աշխատանքներն են ներգրաված։ Բովանդակությունից։ Հիմնականում բովանդակությունից, այն մասնագետներում հետ, որ մենք աշխատում ենք, ընտրում ենք իրենց նեղ մասնագիտական, այսպես փորձից եւ իրենց արդեն արած գործերից, թե ինչ կարգի ցուցահանդեսներ, ինչ տիպի պրոյեկտներ են արել եւ ինչպես են արել այդ գործերը։ Այս թեմայով սա առաջին ցուցահանդեսն է։ Ոչ։ Ոչ։ Մենք ամեն տարի պարտադիր կանանց հետ կապված
որևէ կոնցեպտի շուրջ ցուցահանդես ենք իրականացնում, փորձում ենք գոնե թե այդ մեկ ամսյակի շրջանակներում կինոարվեստագետների վրա ավելի մեծ այսպես կենտրոնացում ապահովել, ցուցահանդեսը անվճար է արտիստների համար եւ փորձում ենք հնարավորինս շատ ներգրավվածություն ապահովել, շատ մարդիկ կան տեսնեն եւ մեծ ճանաչելիություն լինի իրենց համար։ Իսկ նոր արվեստագետներ ի հայտ գալիս են տարեց տարի, թե հիմնականում կրկնվում են։ Գալիս են եւ դա շատ զարմանալի է մեզ համար լինում, որովհետեւ ամեն տարի հիմնականում Սուրբ Ծննդյան տոներից առաջ այդ մեծ տոնավաճառը որ անում ենք, մեզ թվում է, որ վերջ մենք տիրապետում ենք ամբողջությամբ ոլորտում ովքեր են երիտասարդները ստեղծագործում են, չենք սպասում, որ հաջորդ տարի մենք մի այդքան էլ նոր արվեստագետների ենք ծանոթանալու, բարեբախտաբար նրանք շատ են, կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ եւ բարեբախտաբար տարեց տարի աճում է նաեւ հետաքրքրությունը արվեստասերների դեպի արվեստ նայելու, արվեստ ձեռք բերելու, միմյանց նվիրելու եւ այսպես։ Հետաքրքիր է այցելուների մեջ ավելի շատ, քանի որ մի քանի օր է արդեն, հա, հետևում եք, նկատում եք, կանայք են թե տղամարդիկ, ում է հետաքրքիր այս թեմայով ցուցահանդեսը։ Ունենք իհարկե տղամարդ այսպես այցելուներ, բայց կանայք կարծես թե գերիշխող են դեռ։ Հետաքրքիր չէ, բայց տղամարդիկ կարող են գնալ եւ բացահայտել կանանց, բայց մենք նախընտրում ենք չգնալ։ Կանայք գալիս են, նայում են, հիանում են, բայց գնորդները մեծամասամբ տղամարդիկ են։ Նաև վաճառք կա։ Հավելումն այո, Լուսինեի, պետք է նշենք այս ցուցահանդեսի առանձնահատկությունը նրանում է, որ պարզապես ցուցահանդես չէ, այն ցուցահանդես վաճառք է, որը հնարավորություն է տալիս ոչ միայն դիտելու, հմայլվելու այդ աշխատանքներով, այլ նաև ձեռք բերելու, գնելու, որը իսկապես բացառիկ հնարավորություն է, որովհետև միշտ չէ, որ այդ հնարավորությունը ընձեռվում է։ Կանայք գալիս են, հավանում են, հետո իրենց տղամարդկանց խնդրում են գնել դրանք։ Խնդրում։ Այդպես է։ Քանի որ արդեն շարունակաբար կազմակերպում եք ցուցահանդեսներ, այ հետաքրքիր է հատկապես կնոջ թեմայով ցուցահանդեսների ժամանակ հանդիպում եք, բախվում եք հա տարբեր արվեստագետների, կնոջ ներաշխարը, կնոջ բացահայտման ճանապարհին ավելի կին արվեստագետն է հմուտ, թե տղամարդ։ Ըստ ձեզ։ Այ շատ բարդ հարց եք տալիս։ Լովի կարելի է։ Կամ եթե սուբյեկտիվ մոտենակ, դուք ենթադրենք նայում եք կտավին, հավանում եք, ենթադրում եք դա կնոջ աշխատանք է, թե տղամարդու։ Չեմ կարող ասել, ես միայն մի բան երևի թե կկարողանամ ասել, որ ոչ կինը, ոչ էլ տղամարդը առանձնապես բան չեն հասկանում կնոջ ներաշխարհից։ Վստահ եմ, որ այնտեղ այնքան բարդ շերտեր կան, որ շատ դժվար է դա վերարտադրել, հասցնել դա ուղեղին, այնուհետև արտաբերել։ Դրա համար այդտեղ միայն զգալ է մնում։ Աշխատանքները առհասարակ նկարները, արվեստի գործերը զգալու բան են, դրանք արտաբերելու, դրանց մասին խոսելու եւ այլն կարիք առանձնապես չկա, եթե աշխատանքը անկեղծ է եւ աշխատանքը իրոք ներկայացնում է մարդու էությունը, մարդու տրամադրությունը, դա զգալու բան է, այսինքն ինչը որ տեսնում ես եւ դա քեզ մոտ հույզեր է առաջացնում, հենց դա է ամենակարևոր բանը արվեստում։ Իսկ ձեզ առավել շատ արվեստի ո՞ր ճյուղն է այդ դեպքում էությունը, արտահայտում։ Բոլոր, միանշանակ բոլոր, կախված արվեստագետի անկեղծությունից, թե ինչքան անկեղծ է այդ գործը արված եւ թե ինչի համար է այդ գործը արված, որովհետեւ շատ հրաշալի, այսպես տեխնիկապես բացարձակ անթերի գործը կարող է հույզեր չարտնացնի, եթե արվեստագետը անկեղծ չի եղել իր դրսևորումներում։ Բայց մեր ցուցահանդեսը շատ այսպես հետաքրքիր լուծումներով յուրովի մեկնաբանում ներկայացնում է հենց կնոջ կերպարը, առանցքային կետը կինն է այս ցուցադրության եւ այնտեղ բոլոր գործերում ներկայացված է կնոջ կերպարը, ամբողջական այսպես ստեղծագործական ներաշխարհը, կնոջ հույզերը, ներշնչանքը, սիրո տարբեր դրսևորումները, այսինքն հրաշալի հնարավորություն է բացահայտելու կնոջը տարբեր տեսանկյուններով եւ տարբեր դրսևորումներով։ Կին շեշտադրելու, որ գեղեցկությունը հարաբերական է եւ դիտողի աչքերում, չէ՞, այսպես իդեալական ոչինչ չկա։ Սովորաբար տղամարդիկ կնոջ ներաշխարհը պատկերելու համար սիրում են նկարել նրա մարմինը, դեմքը, արտաքինը, ինչի միջոցով կարծես նրա հոգին են փորձում հանձնել կտավին։ Այս դեպքում, քանի որ բոլորը կանայք են, ստեղծագործողները, արդյոք նրանք նկարել են կանանց եւ արդյոք կա դիմանկարներ աշխատանքների մեջ։
Այո, մեր ցուցահանդեսում հենց շատ այսպես տիպիկ հյուրովի ներկայացված է կնոջ ներկայացված են կանանց դիմանկարներ, կանանց այսպես կառուցվածքը, կերպարը, մայրական այսպես սիրո դրսևորումները, հոգևոր, երկրային, տարբեր այսպես կնոջ ձեռքն է բոլոր կտավները յուրօրինակ այսպես ներկայացված են եւ ամեն տեղ զգացվում է այսպես կնոջ զգացողությունները, զգացմունքները, ամբողջական այսպես հավաքական ուժը կանացի ամբողջ այդ ստեղծագործական վերաշխարհը այսպես ասած։ Ամեն դեպքում ինձ թվում է, որ ավելի միևնույն է ամիջական եւ զգայական կլինի հենց կնոջ ձեռքով վրձնած կինը, որովհետեւ դրանք ամեն դեպքում ապարված հույզեր են, ապարված էմոցիաներ են, հիշողություններ են։ Իհարկե տղամարդը սիրում է կնոջը, բայց այո, մինչև այդ հոգու խորքի շերտերը չի կարող։ Ինձ թվում է ես ձեր երեքի հետ այս հարցը չհամաձայնեմ, որովհետև ոչ երբեմն կինը կնոջը չի կարողանում բացահայտել եւ ճանաչել այնպես, որովհետև մրցակցային մթնոլորտը կանանց մոտ կա, իսկ տղամարդը կնոջ հոգին, նրա իրական եսը շատ ավելի հեշտ է բացում ու բացահայտում, գուցե ցույց չի տալիս, ու շատ ավելի հեշտ է հանձնում թե կտավին, թե երգին, թե բառերին, թե երաժշտությանը, կարող է չհամաձայնել։ Տղամարդկանց կանանց հետ չեն մրցակցում, իսկ կանայք իրար հետ մրցակցում են միշտ։ Բայց լավ է, որ համաձայն չես, որովհետև 4 կին այստեղ նստած, այսպես շատ սիրուն սիրուն խոսում ենք եւ բոլորս համաձայն։ Բայց կարծես թե դուք ինչ որ կանեիք ուզում Այո, ուզում եմ ասել, որ դա միանշանակ սեռերի բաժանել երևի դժվար է, այսինքն ասել, որ տղամարդը կարող է ավելի լավ ճանաչել կամ ասել հակառակը, կինը կարող է ավելի լավ ճանաչել կնոջ հետ։ Գոնե արտակնապես շատ անհատական է։ Տղամարդիկ էլ են շատ տարբեր մեկը մյուսից, ես կարծում եմ, նույնն էլ կանայք են, կան խորը տղամարդիկ եւ կան մակերեսային տղամարդիկ, ինչպես եւ կանայք։ Դրա համար այսպես ես սեռերի չէի բաժանի, ավելի շատ մարդկանց բնույթի բնավորությունների, թե ով ինչքան կուզենա նաեւ դիմացինի ներաշխարհի մեջ խորանալ եւ դա ներկայացնել։ Եվ կարծում եմ այս համեմատական վերլուծությունը ավելի ճիշտ կլինի այն դեպքում, երբ որ մեր հաջորդ ցուցահանդեսը կլինի տղամարդ ստեղծագործողների, արվեստագետների աշխատանքները նվիրված կանանց։ Բայց ավելի հետաքրքիր կլինի այդ երկուսը միասին, որպեսզի նրանք բախվեն եւ ինչ հարց ու պատասխան ունեն հենց տեղում այդ ամենը լուծվի։ Վստահաբար կանայք ավելի գեղեցիկ, ավելի փափուկ եւ ավելի նուրբ կլինեն տղամարդկանց աշխատանքներում։ Տեսրել է հեռուստադիտողներ, մեր հյուրերն են այդպես ասում, հետո չասեք մենք անընդհատ խոսում ենք կանանցից եւ գովում ենք կանանց։ Շատ հետաքրքիր զրույց է եւ կարծում եմ կարելի է անընդհատ ծավալվել։ Այսքան պատմեցինք, երևի թե կարելի է նաեւ գնալ, տեսնել եւ հասկանալ ինչպես է կինը կնոջը պատկերում։ Սիրո, համեցեք մինչ մարտի 17-ը առավոտյան ժամը 11-ից մինչ 17:00 ռուսական արվեստի թանգարան վայելելու, զմայլվելու այդ գեղեցիկ ցուցահանդեսով եւ կին արվեստագետների մեկը-մեկին չկրկնող հրաշալի աշխատանքներով։ Շնորհակալություն ձեր շաբաթօրը մեզ հետ կիսելու համար։ Օրվա լավ ընթացք ենք ցանկանում ձեզ։ Եվ սիրելի հեռուստադիտողներ, շարունակելով ընթացքը հիշեցնենք մեր հյուրերը Liver ընկերության հիմնադիր տնօրեն Լուսինե Քարամյանը եւ Գոհար եւ ծրագրերի ղեկավար Գոհար Գևորգյանն էին։ Կհանդիպենք քիչ անց։ Շնորհակալություն։ Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը եւ չենք մոռանում, որ միամսյակը իր եռուն եւ բեղուն շրջանի մեջ է, այնպես որ պիտի շարունակենք խոսել կանանցից, սիրելի հեռուստադիտողներ։ Գիտենք, գաղտնիք չէ, որ աշխարհի շատ հայտնագործությունների հեղինակ են հենց կանայք, գյուտեր, առանց որոնց այսօր կյանքը նույնիսկ դժվար է պատկերացնել, բայց ժամանակին դրանք իսկական բացահայտումներ էին, իսկ որ ամենակարևորը դրանց անհրաժեշտության ու ստեղծման միտքը պատտվել է հենց կանանց գլխում, դե ինչ արած, դա այդպես է։ Այսօր պատմելու ենք ձեզ այն երկու կանանց մասին, որոնք ստեղծել են ուշադրություն սպասք լվանալու մեքենան եւ մեքենայի դիմապակու քարտիչները, հարգելի տղամարդիկ, բա։ Ամենահետաքրքիրը, որ ինն է ստեղծել հատկապես մեքենայի դիմապակու քարտիչները ու շատ հետաքրքիր պատմություն է, այնպես որ դիտենք ռեպորտաժը եւ վերադառնանք։ Տարբեր բնակավարներում կին գյուտարարների ներդրումը մեծ է։
1903 թվականին քչերի մտքով կանցներ, որ մեքենայի դիմապակու վրա տեղացող անձրևը կարող է խնդիր լինել եւ որ դա կարելի է լուծել։ Մինչ վարորդները հաշտվել էին այդ իրականության հետ, Մերի Անդերսոն անունով մի երիտասարդ կին փոխեց այդ ամենը։ Դիմապակու մաքրիչի իր հայտնագործությամբ։ 1903 թվականի ձմռանը մեքենայով Նյու Յորք մեկնելիս Մերին անձրևային եղանակի պատճառով դժվարությամբ է կարողանում մեքենայից դուրս նայել։ Իսկ նրա վարորդը երկու պատուհանները բաց է վարում մեքենան, զուգահեռ երկու ձեռքերով մաքրելով դիմապակու ձյունն ու սառույցը։ Այս տհաճ իրավիճակը ստիպում է Անդերսոնին ստեղծել մաքրիչները։ Ոչ պակաս կարևոր գյուտի հեղինակ է Ժոզեֆին Քոքրեյնը։ Նա երազում էր ունենալ այնպիսի մեքենա, որը կարող էր ավելի արագ եւ մաքուր լվանալ սպասքը, քան մարդը։ Ուստի նա որոշեց ստեղծել նման սարք։ Թվում է աման լվացող սարքը ոչ շատ հին պատմություն ունի, բայց ոչ։ Ժոզեֆինը հանրայնացրեց իր գյուտը 1886 թվականին եւ բացեց իր սեփական գործարանը։ Մենք վերադարձանք եւ մեր գեղեցիկ եթերը շարունակում ենք, սիրելի հեռուստադիտողներ, այսօր շատ կանացի եթեր է ստացվում, գեղեցկուհիներով լի է մեր տաղավարը եւ հիմա էլ շարունակելու ենք զրուցել նրանցից հենց մեկի հետ։ Եվ այսօր մեր հյուրը գեղանկարչուհի, լրագրող, հաղորդավար Էլինե Պողոսյանն է։ Բարի լույս Էլինե։ Բարի լույս։ Բարի լույս, նախ բարի գալուստ մեր տաղավար եւ շնորհավոր միամսյակ։ Շնորհակալ եմ, ձերն էլ շնորհավոր, ընդհանուր շնորհավոր բոլոր կանանց իքական սերի միամսյակը, սա մեր ամիսն է, վայելելու ամիս։ Այո։ Բայց կարելի է նաև մնացած 11 ամիսները եւս համարել մերը, ինչու՞ ոչ։ Դե դա մենք գիտենք, որ վայելում ենք, բայց սա օրինական է, օրինական, այո։ Մեր նախորդ հյուրը շատ գեղեցիկ բան ասաց դե շնորհավորում եմ իհարկե միամսյակի արդիվ, բայց շնորհավորում եմ առհասարակ, որ կին ենք, որովհետև դա Աստծո շնորհն է, ինչա դուր եկավ, եւ հատկապես ձեր ցուցահանդեսներում վերջինը գույնն անգույնում, այո, եթե չեմ սխալվում, կոչվում է շատ եմ ուզում հասկանալ այնտեղ կինը ինչ դեր ունի, թե առհասարակ դա ոչ թե կնոջ մասին է, այլ բնություն, մարդու էություն, գույներ, որոնք պետք են մարդուն ապրելու համար։ Սկսեցինք ցուցահանդեսից, բայց դեռ ձեր բոլոր գործունեության ոլորտներին կանդրադառնանք։ Այո, գույնն անգույնում ինքնին հենց անունը հուշող է, գույնը անգույնում, որովհետև մենք հենց հիմա, հենց այս պահին աշխարհում մի անգույն իրավիճակ է տիրում, մի պատերազմական իրավիճակ է, բայց այդ իրավիճակում, եթե մենք անընդհատ նայենք այդ ամենը եւ ենթադրենք լսենք միայն լուրեր, այդ գաղջը գա մեզ, մենք գույն չենք ունենա եւ բնականաբար ամեն մեկս յուրաքանչյուրս ինքներս մեզ համար պետք է կարողանանք գույն ստեղծել։ Այդ գույնը կարող ենք մենք ընտրել ինչ գույն ենք, դեղին ենք, նարնջագույն ենք, կապույտ, կանաչ, բայց ամեն դեպքում իսկ ինչ վերաբերվում է կնոջ հարցին, կինը ինքնին կարծում եմ պիտի գույն լինի, այսինքն ինքը պիտի քայլի, իրեն մենք պիտի տեսնենք ու մենք հասկանանք, որ ինչ-որ վառ, ինչ-որ երևույթ է գալիս գնում մեր առջևով։ Ես ընդհանրապես կնոջը ասոցացնում եմ գույնի հետ, անգամ շարք ունեմ, գունավոր մազերով աղջիկներ, 7 գույնի մազերով աղջիկներ են տարբեր գույներով։ Այսինքն ես հենց այդպես էլ տեսնում եմ, որ կինը գույն է։ Եվ բնավորությունն եք տարբեր տեսնում ըստ գույների։ Իհարկե, ես անգամ այս վերջերս հասկացել եմ, որ կարողանում եմ ընդհանրապես մարդու հետ, բնականաբար այդ թվում նաև կնոջ հետ շփվելով, հասկանալ ինքը ինչ գույնի մարդ է։ Լավ, Էլինե, թերևս մենք սկսեցինք նկարչությունից, բայց ես կուզեմ հիմա վերադառնանք նախնական մասնագիտությանը, որը լրագրող, հաղորդավար, այս պահին լքել եք ասպարեզ, աշխատում եք, ինչպես եք նկարչության հետ համադրում այդ ամենը։ Այո, այս պահին աշխատում եմ ռադիո Ավրորայում, հենց այնտեղ հաղորդավար եմ, ավելի շատ ինձ համարում եմ հաղորդավար եւ հանրային կապերի մասնագետ։ Լրագրությունը իհարկե հիմքն է, բայց լրագրությամբ զբաղվել չեմ կարողանա, թեպետ հաղորդավարության մեջ հիմք կա լրագրող։ Այո, հաղորդավար եմ, այո, շատ սիրում եմ այդ աշխատանքը, իսկ ինչպես եմ համատեղում, երևի թե ժամերն են թույլ տալիս եւ մի փոքր էլ էներգիան եւ սպառումը, այսինքն երբ
հասկանում ես, որ եւ հաղորդավարությունն է գնահատված քեզ մոտ, եւ մարդիկ սիրում են արվեստը, ոնց որ չտեսություն է ստացվում, բայց ոչ մեկից, ոչ մի բանից չես ուզում կտրվել։ Էլինա, ինձ ինչն է հետաքրքիր, դուք սկզբում Դիանայի հարցին պատասխանելով նշեցիք, որ մարդկանց տարբերում եք գույներով եւ զգում եք, հա, մարդկանց գույնը, հաղորդավարությունը ինքնին նաեւ ենթադրում է մարդկանց ճանաչել խոսքով։ Այդ երկու գործոնը ձեզ օգնում են նկարչության մեջ, այսինքն թե գույները, թե մարդկանց խոսքով ճանաչելու, բացահայտելու ունակությունը։ Իհարկե, ոչ միայն խոսքով, այլ մարդկանց հնարավոր է ճանաչել միմիկաներով, ինչպես է ինքը քեզ նայում, անգամ կարող ես զգալ ինքը ինչ է զգում։ Ես մի փոքր խորացած եմ, ոնց ասում են, ապրումակցող եմ կամ էմպատ եմ, տարածված այդպես տերմին է, բայց այո, այդ զգալը կա։ Միանշանակ, բնականաբար սխալվելն է աշխատանքներում նկարչության մեջ, երբ օրինակ մարդուց ինչու՞ չէ բացասական էներգիա է գալիս, ինչպես եք դա թղթին հանձնում գույների տեսքով։ Նկատի ունեք այն ինչ նկարում եմ, ենթադրենք դիմանկարի մասին է խոսքը։ Ասեմ, նախապես եղել է, որ չեմ վերցրել պատվեր։ Այսինքն ես պետք է հասկանամ, եթե ես այդ դեմքի հետ աշխատելու եմ եւ դիմանկար եմ անելու, օրեր, գուցե ամիս, ես տեսնելու եմ այդ դեմքը եւ բնականաբար, եթե ինքը ինձ վատ էներգիա պիտի տա, ես չեմ վերցնի։ Այսինքն պատվերով էլ եք աշխատանքները։ Հա, իհարկե։ Էլինա, իսկ ունեք ակադեմիական կրթություն, թե զուտ նախասիրություն եւ այսպես ինքնուս սիրել եք եւ սովորել եք։ Սկզբում ինքնուս էի, դե քանի որ ակադեմիական կրթությունս, ինչպես նշեցինք, լրագրություն հանրային կապերի մասնագետ, սկզբում ինքնուս էի, բայց հասկանում էի, որ ես ուզում եմ էլ ավելի լուրջ զբաղվել այս ամենով, ուզում եմ ավելի լուրջ նկարել, ուզում եմ Հայաստանում արվեստագետին լուրջ ընդունեն ու երիտասարդ արվեստագետին։ Երբ ասում ենք նկարիչ, իհարկե ամենայն հարգանքով բոլոր տարիքով եւ փորձով նկարիչների նկատմամբ, որովհետեւ ես իրենց եւս համարում եմ ամենայն լավերից, իհարկե դասականը հետո միշտ միանշանակ, բայց երիտասարդ արվեստագետը եւս կարող է ընդունվել լուրջ։ Դրա համար էլ գնացի եւ պրոֆեսիոնալ նկարչական ստուդիայում ամրապնդեցի հմտություններս, որպեսզի չնեղվեմ նաեւ ինքս, օրինակ լույս ու ստվերից չնեղվեմ, հասկանամ, որ ես կարող եմ, չեմ խեղճանում, դրա համար իհարկե պրոֆեսիոնալ նկարչություն սովորեցի։ Էլինա, իսկ ո՞րն եք համարում նկարչության մեջ ձեր ձեռագիրը կամ ձևաչափը, որ ժանրն է ձեզ ավելի հոգեհարազատ։ Ժանրը կարող եմ ասել եւ ոճը եւ ժանրը, ոճերից ավելի շատ հենց ռեալիզմ եւ էքսպրեսիոնիզմ, կարծում եմ կյանքում էլ եմ այդպես, եւ ռեալիստ եմ եւ մի փոքր էլ էքսպրեսիոնիստ, բայց ոճերից նատյուրմորտ եւ ֆիգուրիստական ոճն եմ սիրում, չնայած դա այդպես շատ ընդունված չէ, մենք սովորաբար ասում ենք նատյուրմորտ, դիմանկար, բնանկար, ֆիգուրիստական բաներ եմ սիրում նկարել, այսինքն հստակ էս մի բաժակը կամ, բայց իմ ոճով։ Դոստոևսկին ասում էր գրում ենք այն, ինչ ապրում ենք, ինչպես ապրում ենք, հետաքրքիր է երևի նկարելուց էլ է այդպես, որովհետև որ ասացիք բնույթով այսպես եմ, նաև սիրում եմ դրա համար էլ այս ոճը։ Առաջին ցուցահանդեսն ինչի մասին էր։ Առաջին ցուցահանդեսը էլի գույնի մասին էր, կանաչ, հենց կանաչ խորագիրն ուներ ինքը այդպիսի 2022 թվականին, էլի այն վառ պատկերներն էին, որոնք ես պատկերում եմ, ընդհանուր առմամբ իմ բոլոր նկարներում վառ գույներ ենք տեսնում, երևի դա հենց ձեր ասածն է, որ ինչպիսին կաս կամ ինչ զգում ես, դա էլ անում ես քո արվեստում կամ գործում։ Էլինա, ամեն դեպքում իհարկե դուք արդեն պատմեցիք, ինչպես եք եկել նկարչության աշխարհ, բայց ինձ հետաքրքրում է ինչը խոսքով լինելով խոսքի մասնագետ, ինչը խոսքով չէի կարողանում արտահայտել, որ նախընտրեցի գույները եւ վրձինը։ Ինչն է հենց վրձնի միջոցով ձեր մեջից դուրս գալիս։ Իրականում ուղղակի տեղերը փոխենք, սկզբում նկարում էի արդեն լուրջ զբաղվում էի այս ամենով, երբ անցա ռադիո եւ դարձա ռադիոհաղորդավար, այսինքն սկզբում նկարել եմ, բայց խոսքով չի լինում արտահայտել խորությունը, ես կարծում եմ, ոչ միայն իմ խորությունը, այլ աշխարհում թաքնված շատ բաների խորությունը, որը ոչ խոսքով կարող ես արտահայտել, ոչ բացատրելով։ Օրինակ, հենց մեկը, որ մենք խոսում էինք զգալուց, մենք երբեք չենք կարող բացատրել, թե ինչու ենք այդ ինչ մարդու հանդեպ այդ ինչ զգացումը տածում։
Եվ դա հենց այդ խորությունն է, որը գուցե ինձ պետք է գույներով արտահայտել։ Իսկ դուք որ նկարիչների, որ աշխատանքներն եք սիրում ու պատրաստ եք անդառնել, որովհետև դրական կամ նոր մտքեր են գալիս։ Ընդհանուր առմամբ նկարիչ Կարանցնացնեմ Գոգեն իր բոլոր աշխատանքները, բոլոր Վան Գոգ իր նաև կյանքի պատմության համար, նաև իր գույների ու արևածաղկի համար իմ ամենասիրելի ծաղիկն է եւ արդեն վերածննդյան ժամանակաշրջանից Կարանցնացնեմ Ռաֆայել, Լեոնարդո դա Վինչի, դե դա Վինչիի Մոնա Լիզան գիտենք բոլորս, բայց իմ ամենասիրելի կտավը չէ, շատ են եւ Պիկասո էլի նրա համար Խելագարության համար։ Իսկ հայերից, հայ նկարիչներից Սարյան, Մինաս Ձեր Բայց գունային առավելապես նմանություն Մինաս։ Մինասի հետ, այո։ հա Գոգենի նման Թայիթի գնալու ցանկություն եւ գույները բերելու չունեք դեռ։ Իհարկե մեծ ցանկություն կա, բայց քանի որ աշխարհը այս պահին խառը իրավիճակում է, հույս ունենանք շուտով կհանդարտվի, ցանկալի է որ զոհեր ընդհանրապես չլինեն եւ ցանկալի է որ ընդհանուր առմամբ մարդկությունը միշտ լինի, միշտ պահպանվի, մի խոսքով հույս ունենանք շուտով կավարտվի եւ արդեն կարելի է իրականացնել։ Էլինա, այս պահին ձեր ողջինը ինչ է ուզում նկարել, ինչ աշխատանքի վրա եք կամ ինչ միտք ունեք նկարելու։ Ասեմ, այս պահին իմ ցուցադրության մեջ կային կտավներ, որոնք առավելապես արժանացան մարդկանց ուշադրությանը եւ ինչու՞ չէ նաեւ հավանությանը, ու ես էլ հասկացա, որ փաստորեն իմ արածներից դրանք են շատ սիրում մարդիկ ու այն ոգևորվածությունը կա նկարելու իմ շատ սիրելի մեծ կակաչները յուղաներկով ու առանց որևէ կանոնի ես սիրում այդպես նկարել իմ միջայլոց այն մանրանկարչություն չեմ սիրում կակաչները մրգեր եմ շատ սիրում նկարել եւ կարծում եմ որ շուտով եթե նկարեմ ապա այդ ուղղությամբ Ասացի գիտեք, որ խոսքով միշտ չէ, որ ամբողջ մարդու հոգեհուզական դաշտը կարելի է իդերև հանել եւ մարդկանց ցույց տալ ինչ ես մտածում, նկարներն օգնում են։ Այ հետաքրքիր է արդեն երկրորդ ցուցահանդեսն ունեք, տասնյակ բնականաբար կտավներ, մարդիկ այդպիսով սկսեցին ձեզ ավելի լավ ճանաչել, բացահայտել։ Կարողացաք ձեր ամբողջ ներաշխարհը, ձեր ասելիքը դուրս տալ կտավների միջոցով, այո։ Այո, միանշանակ այո, որովհետև հենց այն, որ դե իմ մտերիմների հարազատների մասին չեմ խոսում։ Չնայած կան քննադատներ իրենց մեջ, ինչի համար շատ շնորհակալ եմ, բայց այն, որ անծանոթ մարդիկ են գալիս, ճանաչում, այսօր սոցիալական ցանցերը շատ ակտիվ են, սոցիալական ցանցերով քեզ նշում, դա այնքան մեծ մոտիվացիա է եւ այնքան սիրուն զգացում է, որ միանշանակ անգամ եթե 10 հոգի էլ, ընդամենը 10 հոգի իմ գործունեությանը ավել ճանաչի, ես միանշանակ պատասխանեմ այո։ Հրաշալի։ Իսկ ինչ երազանք ունեք Էլինե վերջում։ Եվ արդյոք երազանքն էլ այո, հաղորդման վերջում իհարկե։ Եվ եթե նկարի տեսքով փորձեք պատկերել ձեր երազանքը, ինչ կերպար, ինչ միրգ, Ինչ գծեր, ինչ ծաղիկ, գուցե ինչ կլինի։ Ես եթե նկարի տեսքով պատկերեմ իմ երազանքը, չի լինի նախ, բայց եթե այսպես վերացական պատկերեմ, կպատկերեմ ինչ-որ լավ հարց տվեցիք։ Դրախտային պատկեր կարծում եմ, շատ ծաղիկներ, մրգեր, այսինքն ինչքան հնարավոր է շատ բարիք մեկ տեղում, որովհետև ես հասկանում եմ, որ իմ բոլոր ցանկությունները եւ երազանքները կապված են հենց բարիքների հետ, այսինքն լավ բաների հետ, այնպիսի բաների հետ, որոնք աշխարհը գեղեցկացնում են։ Այստեղ պետք է լիներ հոգեբան մեկնաբանել, բայց շատ կարծում եմ Ես ուզում եմ ասել, շատ ճիշտ ասեցի, իրականում ես նկատեցի, ինձ թվում է բոլորը կնկատեն, որ շատ է խոսում գույներից, ծաղիկներից, դա նշանակում է երևի թե հոգեբանները ինչպես ասեցիր, ավելի ճիշտ կասեն, որ դուք երևի թե ուզում եք աշխարհին տալ, տեսնում եք նեգատիվը եւ ուզում եք դա փոխարինել գույներով, գեղեցիկով, եւ մենք մաղթում ենք, որ հետագա ձեր բոլոր նկարների հիմքում լինեն դրական մտքերը, դրական գործողությունները եւ դուք աշխարհին տաք նկարների տեսքով միայն գեղեցիկը։
Շատ շնորհակալ եմ, իրականում այո, նեգատիվը հոգնեցնող է, վատն է, երբեմն անգամ լսում եմ մեղադրանքներ, որ ես վարդագույն ակնոցներով եմ, բայց շատ հաճախ դա ինձ դուր է գալիս եւ ես չեմ էլ հերքում։ Այնպես որ ասեք, որ բացի վարդագույնից բացի մնացած բոլոր մյուս երանգներն էլ կան իմ կտավներում, դուք սխալվում եք։ շնորհակալ եմ շատ, այո, միանշանակ համաձայն եմ։ Մենք էլ ենք շնորհակալ, իսկապես գույները պարզապես գույներ չեն։ Էներգիա են, կյանք են, տրամադրություն են, այնպես որ սերն էլ ունի իր գույնը եւ պետք է այդ գույներով պարուրված լինել միշտ։ Իհարկե չգիտեմ ինչ գույն ունի, օրինակ քեզ համար ինչ գույն ունի սերը, կարծում ես։ Այ շատ հետաքրքիր հարց տվեցիր, ինձ համար սերը նարնջագույն է, որովհետեւ նարնջագույնը ապրեցնող է, սերն էլ պետք է լինի ապրեցնող։ Էլինայի համար 3 լրագրող հաղորդավար, 1 տաղավարում, դա կարծում եմ Այս ես տարիներում Ես թույլ տվեք մի քիչ փիլիսոփայեմ։ Փիլիսոփայ քիլենք։ Ինձ համար յուրաքանչյուր անձնավորություն ու մենք սիրում ենք ունի իր գույնը, ոչ թե սեր։ Ընդհանուր մենք սովորենք սերը ասել կարմիր է, ամենավառ։ Սպիտակ կասեմ, հենց ինձ ասնեք, հետաքրքիր է։ Իմ սիրելի անձնավորության այսպես անվան կողքին ես դրել եմ սպիտակ սիրտ, որովհետև ինքը ինձ համար սպիտակ գույնն է։ Ինչու մոտավորապես պատկերացնում եմ, բայց իրեն կարմիր չեմ պատկերացնում։ Այ իր սերը ինձ համար սպիտակն է։ Ես առաջարկում եմ մեր հետաքրքիր զրույցը արդեն շարունակել կադրից դուրս, քանի որ սա պետք է ուղարկվի հոգեբաններին, որպեսզի երեքից էլ վերլուծեն եւ գուցե բարև երկիրը փակեն եւ մեզ էլ ուղարկեն ենթադրեն որևէ բուժ հաստատություն։ Շնորհակալություն Էլինե, իսկապես ավարտում ենք շատ գեղեցիկ զրույց էր ըստ իս։ Կարծում եմ ձեզ էլ դուր եկավ, սիրելի կարող եք գրել, այո, չենք ներվի, եթե դուք չեք հավանել, բայց կարծում ենք, որ այդպես չի լինի։ Ուրախ ենք, որ Էլինան մեզ հետ էր, գույները բերեց եւ ձեզ առաջարկում ենք գտնել այսօրվա ձեր վառ կամ հետաքրքիր գույնը եւ շարունակել օրը մեզ հետ։ Ցոնքերը, կորսեթերած կոնքերը, ծերոք զարած դեմքերը, ու պրենդային հոգին, Քարդաշյանական քիթը, սիլիկոն է հովիտը, ամբողջ է Սաուդիտը, ապրում է մեր կողքին։ Հիմա արդեն քչերն են տեսքով սովորական, մեկը մյուսի պատճենն է ու շատ արեստական։ Իսկ ես բնական եմ, անարը տնական եմ, տեղովս հայկական եմ, իմ հայացքով լազան։ Իսկ ես եմ բնական եմ, բոլորից իսկական եմ, հրեշտակի նման եմ, բայց ներսս մի կազան։ Լա 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 Կնճիրների բոտոքսը, օրգանիզմի դետոքսը, զորացրված տամոքսը, ու փայլ է արտակուստ, Շարմեն շխիցով ապը, դեմքին հալվող մեյքափը, քարտիչների քարկապը, շուրթերն էլ քարհանգուստ։ հիմա արդեն քչերն են տեսքով սովորական, մեկը մյուսի պատճենն է ու շատ արեստական։ Իսկ ես բնական եմ, անարը տնական եմ, տեղովս հայկական եմ, իմ հայացքով լազան։ Իսկ ես եմ բնական եմ, բոլորից իսկական եմ, հրեշտակի նման եմ, բայց ներսս մի կազան։ Կազանիմ յարը, Հայ նազան յարը, կազանիմ յարը, հոյ նազայարը։ ես աղջիկ եմ նազոնիմ, Հոյ նազանիմ յարը, հակի շորը սազոնիմ, ջան նազանիմ յարը, ես աղջիկ եմ նազոնիմ, հոյ նազանիմ յարը, հակի շորը սազոնիմ, ջան նազանիմ յարը, Ոյը չինարիցով հոյ նազայարը, ընկել եմ սարեսա ջան նազայարը, Boya shinari tavoy nazan yara, ընկել եմ սարեսա ջան նազայարը, նազանիմ յարը, հոյ նազայարը, նազանիմ յարը, հոյ նազայարը։ Հրոշները դիպը չիլիս, քիտ մրութը սուրտա չիլիս, հոմքերը տատուդա չիլիս, ով ես դում սիլիկոն գյոզան, ազերը դիպ չէ չիլ պանիր, ռնգեր ու դրած ես վինիր, ունց թայլանդական սուվինիր, տուն ռավատ ես խարխի, գյոզան։
չեն են տեսքով սովորական Մեկը մյուսի պաչեն է ու շատ արեստական Իսկ ես բնական եմ, անարատ ու տնական եմ Տեղովս հայկական եմ, իմ հայացքով նազան Իսկ ես եմ բնական եմ, բոլորից իսկական եմ Հրեշտակի նման եմ, բայց ներսս մի գազան La 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 Ավարտվեց մեր շաբաթօրյա Բարև երկիրը, սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալություն, որ ձեր առավոտյան ամենագեղեցիկ րոպեները տրամադրեցիք մեզ եւ ձեր սուրճն ու թեյը վայելեցիք մեզ հետ միասին։ Մենք Բարև երկիրն ենք, այսօր օրը շաբաթ է, վաղը հանդիպելու ենք, կրկին ձեզ ասելու Բարև երկիր։ Այո, բայց մինչ վաղը մենք պետք է հիշենք նաև մեր գործընկերներին, որոնք են Տուն Դեպո խանութ սրահը, Dream Park հանգստի գոտին եւ Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Ես չմոռանամ հիշեցնել նաև այն հասցեները, որտեղով կարող եք հետևել մեզ, դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան ու Telegram-յան ալիքները, ինչպես նաև Երկիր մեդիայի ու Բարև երկրի Facebook-յան ու Instagram-յան էջերը, առողջ եղեք, կհանդիպենք վաղը։